Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գոհեք քարոզարշավից։ Հոգնեցուցիչ է, բայց լավ է։ Լավը ինչպես է դրսևորվում, ինչպիսի արձագանքներ ունեք, մարդիկ լսում են ձեզ, հավանություն տալիս են ձեր ծրագրերին, թե ոչ։ Լավ է այնքանով, որ այս շրջանում շատ կարճ ժամանակում հնարավոր ունես մաքսիմալ հնարավորություն ունես մաքսիմալ շատ քաղաքացիների հետ հանդիպել, լսել ու այդ արձագանքը իսկապես ուժ է տալիս, թե չէ մի քիչ դժվար կլիներ դիմանալը եւ հնարավորություն ունես քո տեսլականները ներկայացնելու ու ստանալու արձագանքեր։ Լսում են ծրագրերը։ Չեմ կարողանա պնդել, որ ծրագրային քարոզարշավ է ընթանում, բայց այո, միքս է մի տեսակ, փորձում ես այս աղմուկի մեջ նաև հասնել քո այլ ընտրանքային մոտեցումները։ Մինչ ծրագրային կետերին դրույթներին անդրադառնալ, ես կուզեի դրանց շուրջ մեր զրույցը ծավալենք, մի քանի հայտարարություն, իրադարձություն, որը տեղի ունեցել վերջին շրջանում, դրա մասին խոսենք, գնահատական հնչեցնենք, անցնենք առաջ։ Մինչ եթերը լսեցի ձայնագրություն, որը էլի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից էր հրապարակվել, որը վերաբերում էր ընտրակաշառքների թեմային ուժեղ Հայաստանի կողմից, բայց այստեղ նաև ձեզ առնչվող, ձեր քաղաքական ուժի ղեկավարին առնչվող մի դրվագ կար, որ տեղ ձայնագրության մեջ, ով որ խոսում էր տվյալ անձը, նաև Քոչարյանի անունն էր հիշատակում, իբրև փող բաժանելու, այսպես նաև անձանցից մեկը նշվում էր, որ դափոններով փող եք բաժանում, այդ թվում նաև Քոչարյանը։ Կմեկնաբանեք սա։ Ժպիտը եթե մեկնաբանությունը այդպես փորձեմ մեկնաբանել, այնքան ձայնագրություններ են այս արանքում հրապարակվել, մարդ չի հարցնում, անգամ ես չեմ հասցրել հետևել, լսել այդ ձայնագրությունը, որ հիմա դուք մեջ եք բերում, ամեն օր սարսափելի հոդվածներով պետական դավաճանություն, կաշառք եւ այլն, ես ուղղակի մի բարձ օրինակով ցույց տամ, օրինակ այս ձայնագրությունից ճակատագրի կարող է արժանանալ։ Սպիտակի մեջ շտաբում ձերբակալություններ տեղի ունեցան, մենք հայտարարություն տարածեցինք, այդպիսի մի ձայնագրություն էր քննչականը տարածել ու մեղադրում էր էլի կաշառքի մեջ, վերջում գիտեք ինչ պարզվեց, որ շտաբի պետը զրուցել է իր բանվորի հետ եւ վերանորոգման գումարի մասին է խոսքը եղել, տենց այս նույն տիպի կոշկի մասին խոսակցությունը ներկայացվել է կաշառքի մասին խոսակցություն, քննչական կոմիտեն ինքը լրջացրել է ինչքան հնարավոր է ծանր հանցագործությունները, կաշառք տալը, կաշառք վերցնելը, պետական դավաճանությունը, վստահ եմ, որ ձայնագրություններն էլ այդ ճակատագրին են արժանանալու, դատապարտում են բոլոր տեսակի կաշառք վերցնելու, կաշառք տալու դեպքերը, Հայաստանում իրականությունն այնպեսին է, որ մենք այդպիսի մեթոդների դիմելու անհրաժեշտություն չկա, մենք եթե կարողանանք մեր մարդկանց իրականությունը բացատրել, դա լիուլի բավարար է, բայց ձայնագրությունները դատապարտում եք, թե ոչ։ Ձայնագրությունը չեմ լսել, ես ասում եմ քննչական կոմիտեի ինքան։ Չէ, բայց լավ, այս ձայնագրություններից բացի շատ ձայնագրություններ են եղել ձեր գործընկերներին վերաբերող։ Դուք դատապարտել եք ուժեղ Հայաստանի գործընկերներին վերաբերող դատապարտել եք դրանք, թե ինչի դատապարտեմ, ես չգիտեմ էլ այդ ձայնագրությունները կեղծ են, կեղծ չեն, որտեղից են, ասում եմ մեր ինչը գիտեմ, որովհետև մեր հետ է կապված։ Շտաբի պետի խոսակցությունը իր բանվորի հետ այդ գումար տալը ներկայացվել է որպես կաշառքի մասին ձայնագրություն։ Դրա համար էլ դա ոչ մի հետագա ընթացք չի ունեցել։ Հիմա եթե մնացածն են տենց արել, ինչ է դատապարտեմ, որ մարդիկ տունը վերանորոգում են անում, չէ, տան վերանորոգումը եւ մնացած կենցաղային հարցերը չեմ դատապարտում։ Եթե ինչ որ հիմա ապացուցված դեպք կա, որ կաշառք են տվել եւ այլն, շատ վատ է դա դատապարտում եմ, բայց ես տեղյակ չեմ այդպիսի ապացուցված դեպքից։ Սրբազան շարժման ձայնագրությունների մասին արդյոք խոսում այլ փուլի մեջ ենք, բայց այդ տխրահարճակ են։ Քննչական կոմիտեն ինքը անլրջացրել է իր գործունեությունը։ Այս դեպքում հակակոռուպցիոն կոմիտեներ, բայց քննչական կոմիտեի հրապարակման մասին խոսենք։ Պետական դավաճանության եւ լրտեսության հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնվել 21-ին Հայաստան դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ձեր թիմակցի նկատմամբ եւ հիմք է ընդունվել ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված հաղորդումը։ Դուք սրա վերաբերյալ ինչ մեկնաբանություններ ունեք։ Իդեպ Անդրանիկ Թևանյանը հիմա ոչ թե ձեր ցուցակով, այլ Ծառուկյանի ցուցակով է պատգամավորի տեխնացու։ Շատ ծիծաղելի կարող է լինել, եթե այսքան ողբերգական չլիներ, ոնց է 19 ուժ մասնակցում են քարոզարշավին։ Բոլորը պիտի ունենային հավասար հնարավորություններ, կապ չունի գործող վարչախմբի ղեկավարն է, թե այլ տեխնացու է, իրենք բոլորը պիտի ունենային հավասար հնարավորություններ, իրենց հայտարարությունները նույնչափ տարածվեին, նույն ազդեցություն ունենային ուժայինների վրա։ Շատ մոգական կերպով ԿՊ-ի վարչապետի տեխնացուի հայտարարությունից անմիջապես հետո, այսինքն տեխնացուն հայտարարում է վաղը ԱԾ-ն այս ինչ գործը կառուցի, այս ինչ մարդու վրա, այս ինչ հոդվածով։ Հաջորդ օրը այդ գործը արարվում է, քննչական կոմիտեն հայտարարություն է տարածում ու գնում են այդ մարդին, որը հիմնական դիմադիր ուժերից մեկի ցանկի ներկայացուցիչ է, գնում են մեղադրում են աշխարհի երևի ամենածանր հանցագործության մեջ 2024 թվականի դեպքերով։ Նոր են բացահայտել
Լավ, այս ամեն ինչ մի քիչ անլուրջ չի, իսկապես պետական դավաճանությունը կարելի էր sense անլրջացնել։ 2 օր առաջ տեսանյութ հրապարակեցին, դրանով բացատրեցին մարդկանց վրա գոռալու, ասել ինչի չեք զոհվել, հետո ասացին այդ մարդիկ չէ, բանի երկրից դուրս են, մենք տեղեկություններ ունենք 2 տարի է երկրից դուրս են։ Այս մակարդակն է։ Ես ասում եմ, որ այս գործելավոճը անլրջացնում մասով, պետական դավաճանության մասով շատ լավ։ Ես հիմք չունեմ իմ պետական կառույցները քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն, հակակոռուպցիոն կոմիտեն մեզ տեղ չեն թողել իրենց հրապարակումներին հավատալու։ Հասկանում եք։ Այդ մարդիկ իմ կուսակցական 18 տարեկան տղայի, որովհետև սթրայքբոլ էր սիրում, ահաբեկչության մեջ են մեղադրել։ Այդքան անլրջացրել են։ Այդ իմ կուսակից ընկերներին մեղադրել են պապիկ ծեծելու մեջ, հիմա իրենք արդարացվել են։ Դրա մասին չի խոսվում։ Այս մենակ ահասարսուր հայտարարության մասին։ Հիմք Բայց հիմա խոսում ենք պետական դավաճանության մասին։ Արդյոք նման հոդված կարող էր ուղղակի դրվել անձի վրա ձեր ասած, ձեր պատկերացմամբ կարելով։ Քիչ ենք տեսել, այնպես արմատացած կարծեք չեք տեսել։ Էլ ահաբեկչություն, էլ պետական ով հայտարարեց Հայաստանում 11000 պետական դավաճաններ կան, ովս բաներ կան, դասալիքներ կան։ Դա առաջին դեպքն է, որ Ռուսաստանին է վերաբերում, այսինքն դավաճանություն տեղի ունեցել երկրի Ռուսաստանի տեխնացուներից մեկը ընտրությունների մասնակցող ասում վաղը այսինչ գործը կհարուցվի, հաջորդ օր այդ գործը հարուցվում, ոչ չի ասում, ո՞նց sense է։ Մի օրում չի, չէ՞ գործ հարուցվում։ Գուցե այդ քաղաքական գործիչը ի պաշտոնե պիտի դրան չառնչվի, բայց դրա մասին հայտարարում են, բայց դա դեռ չի նշանակում, որ դրա հարահանգով է, չէ՞։ Նախընտրական շրջանը նախ այդ եմ ասում, այնտեղն ենք ասել, որ եթե մեր ուժայինները բացահայտեն իրական ահաբեկչություն, եթե բացահայտեն իրական պետական դավաճանություն, ոչ ոք չի հավատալու։ Չի հավատալու։ Այդտեղ ենք ասել, որովհետև այսենց անլրջացրել են։ Ու հա, քաղաքական հակառակորդների նկատմամբ շպիոններ են փնտրում, թող իրենց մեջ նայեն։ Ես ուրիշ մարդ չգիտեմ, որ Ադրբեջանը ինչ ասում է, իրանք անում են։ Ես չգիտեմ։ Մնացած գործի մանրամասն ես այնքան վստահ եմ, որ եթե մենք հնարավորություն ունենք 3 տարի այդ օրինակ հանդիպել, վերջի պարզվելու է Անդրանիկ Թևանյանը արդարացվել է այդ գործով։ Այդ են։ Իսկ եթե ոչ, եթե չէ խստորեն դատապարտում եմ, ավելի ծանր հանցագործություն չի կարա լինի, բայց այնքան վստահ եմ, որ իմ ասածն է լինելու։ Ծրագրային դրույթներին անդրադառնանք։ Անվտանգություն, խաղաղություն։ Ինչ եք առաջարկում դուք, որը իրատեսական է։ Առաջարկում ենք այն ինչ պետք է, անվտանգություն։ Խաղաղությունը գերեզմանում է լինում, դրա համար ենք ասում, խաղաղությունը անվտանգության հետևանք կարող է լինել։ Եթե անվտանգություն ունես, խաղաղություն կարող է լինել։ Ինքնանպատակ խաղաղություն Արցախում էլ է հիմա խաղաղություն։ Շատ խաղաղ է, հայ չի ապրում։ Արևմտյան Հայաստանում էլ է խաղաղություն։ Համայնքը հայ չի ապրում։ Գերեզմանում ընդհանրապես խաղաղ է։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղությունը նման է այդ ննջեք խաղաղության։ Խաղաղությունը անվտանգության երաշխիքը չի։ Ոնց է խաղաղությունը։ Տեղերը խառնել են։ Ոչ, խաղաղությունը չի կարող անվտանգության երաշխիք լինել։ Խաղաղությունը կարող է արդյունք լինել, կարող է, երբ անվտանգ ես, կարող է դրա հետ զուգահեռ նաև լինես խաղաղ։ Խաղաղությունը ոչ ինքնանպատակ է, որովհետև ազգերը չեն ծնվում ու ապրում, որ բանան են, ուղղակի հանգիստ լինեն։ Իրենք ծնվում են ու ապրում, որ զարգանան, ինքնություն ունենան, դեմքը իրենց պահպանեն, եւ խաղաղությունը միջոց կարող է լինել, նպատակ չի կարող է լինել։ Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, եթե հաստատվի խաղաղություն, այդ միջոցը անվտանգության երաշխիք չէ։ Թուղթը, խոսքը, հայտարարությունը, թվիթը երաշխիք չի։ Երաշխիք է ուժերի բալանսը, երաշխիք են միջազգային երաշխավորները, կարող են լինել այդ բոլորի արկադրությունը երաշխիք չի։ Ոչ։ Այլևի խոսքը ինձ համար երաշխիք չի, ոչ։ Չէ, ներկա իրավիճակը, ներկա իրավիճակը երաշխիք լինել։ 2020-ի պատերազմից առաջ ներկա խաղաղ իրավիճակը երաշխիք չի, 2020-ի պատերազմից առաջ չեն կրակում, ոչ, դա երաշխիք չէր, որ 2020-ի պատերազմը չի լինելու, ոչ, ոչ։ Բայց ինչի պիտի լինի։ Որովհետև հարցակվում են թույլի վրա, որովհետև Հայաստանի ղեկավարը հիմա ասում է, որ մենք տարածքներ ունենք, որոնք ադրբեջանական են, ես ուղղակի ապշած եմ, ես չգիտեմ ոնց կարելի է այդպես հայտարարություն անել, որ դու տարածքներ ունես ադրբեջանական, որոնք քո վերահսկողության տակ են, որովհետև Ադրբեջանի պահանջները չեն սկսվել ու չեն ավարտվում Արցախով։ Մեզնից դեռ պահանջում են սահմանադրություն փոխել, մեզնից պահանջում են տարածքներ, մեզնից պահանջում են ադրբեջանցիներին այստեղ բնակեցնել։ Ոնց են պահանջում ադրբեջանցիներին այստեղ բնակեցնել եւ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք երաշխավորում են, որ իրենց իշխանության օրոք նման բան ուղղակի տեղի չի կարող ունենալ։ Երբ Նիկոլ Փաշինյանը մի բան հերքում է, ինքը դրանով հաստատում է։ Երբ Նիկոլ Փաշինյանը հերքում է տարածում, մարդկանց մոտ պանիկա է առաջանում։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է, մարդկանց մոտ խոճապ է սկսվում, որ ինչ է տեղի ունեցել Սյունիքի շուրջ։ Նիկոլ Փաշինյանի ո՞ր մի հայտարարություն է 8 տարվա մեջ դարձել վերջնարդյունքը։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ
տենց հերքում է տարածում, մարդիկ ավտոմատ հիշում են Արցախը, Հայաստանը եւ վերջ պնդումը, ու այդ դրա համար էլ խոճապի են մատնվում։ Նիկոլ Փաշինյանի ոչ մի նախընտրական խոստում, անցած ընտրություններին մասնակցում էր Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի նախընտրական ծրագրով։ Ինչ եղավ Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիան, դարձավ Արցախահայերի հայաթափում։ Դրա համար էլ երբ հիմա ասում եմ երաշխավորում եմ ադրբեջանցիներ չեն ապրելու այստեղ, մարդիկ դրանից ավելի շատ են խոճապի մատնում, քան երբ որ Ալիևը ամեն իր հրապարակային ելույթում վերջինը եղել է մի քանի շաբաթ առաջ, ասում է, որ ադրբեջանցիները այստեղ բնակեցվելու են, երբ որ դրա համար ստեղծում է կառույցներ։ Բայց դիմադիները ինչու է այդ թեզերը անընդհատ մեզ մոտ վերցնում շրջանառում։ Այսինքն մենք տպավորություն է, որ 300,000 ադրբեջանցու վերադարձի մասին դուք ավելի շատ եք խոսում, անընդհատ դրա մասին խոսում եք, քան Ադրբեջանը դրա մասին բարձրաձայնում է։ Լավ, դիցուք Ադրբեջանը դրա մասին խոսում է։ Դուք ինչու եք այդ թեզերը մեզ մոտ տարածում։ Դանիելյան, պատասխանեմ կարճ եւ կոնկրետ, որովհետեւ մենք ջայլամ չենք, որովհետեւ Ադրբեջանը 8 տարվա ընթացքում ինչ պահանջ ասել է, հանրահռչակել է Ալիևը, հասել է դրան ու դիմագրավում դրան չի եղել։ Ես հասկանում եմ, որ դա կարող է ականջահաճո չլինել եւ այո դա վախեցնող է եւ լավ բանի մասին չենք խոսում, բայց ինչ ասել են 21-ի ընտրություններից առաջ ցավոք սրտի եղել է։ Դրա համար էլ հիմա ասում ենք, որ եթե չկարողանանք փոփոխություն բերել, դա էլ է լինելու։ Ու ես չեմ ասում, ընդդիմադիրները չեն ասում, դա էլ է կեղծ պնդում։ Բացեք Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության 2026 թվականի զեկույցը ու տեսեք մի գլուխ նվիրված նրան, որ արևմտյան Ադրբեջան հայեցակարգը սպառնալիք է Հայաստանի համար։ Այսինքն անգամ Նիկոլ Փաշինյանի արտաքին հետախուզական ծառայությունը չի կարողացել շրջանցել այդ հարցը։ Ես չեմ ասում, Ադրբեջանն է ասում, Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունն է ասում եւ վերջի եթե քեզնից այսինքն մենք ինչի մեջ եք մեզ մեղադրում, որ հետևում ենք Հայաստանի շուրջ ինչ է կատարվում եւ դրա մասին իրազեկում ենք հանրությանը, հա սիրելի հայրենակիցներ, ձեզ դա սպառնում է։ Ձեր երեխեքի հետ ադրբեջանցիների դպրոց գնալը ձեզ սպառնում է։ Եթե չեք ուզում լսել, սա ձեր համար ականջաաճո չի, կներեք, բայց դա է իրականությունը։ 21-ից առաջ էլ ասում էինք Արցախը հայաթափվելու է, վտանգ կա դրա համար։ Տիկին Վարդան, գործող իշխանությունն ասում է, որ եթե կան այն ուժերը, որոնք այսօր նման թեզեր են տարածում, պատերազմը անխուսափելի է լինելու։ Ո՞նց թեզերը։ Այն թեզերը, որոնք դուք տարածում եք, այն խաղաղության, անվտանգության տեսլականը, որը դուք ունեք, դա կամ այն վերանայումները, որը դուք առաջարկում եք, դա հղի է պատերազմ սկսելու վտանգով։ Եթե Հայաստանում կա իշխանություն, որը պատրաստ է Հայաստանը պաշտպանելու, պատերազմը լինելու։ Բայց պիտի ասեք ոնց պաշտպանելու, տիկին։ Սուտ են ասում, դե այդ պաշտպանելը համակարգային է, բանակ վերականգնելուց մինչև երաշխավորների ինստիտուտ, մինչև արդյունավետ բանակցություններ։ Սուտ են ասում, Հայաստանը նախ եթե մեզ է վերաբերում, մենք 10 տարի ղեկավարել ենք երկիրը ու դա եղել է միակ 10 տարին, որի ժամանակ Հայաստանի վրա պատերազմը չի եղել, երկրորդ նախագահի կառավարման տարիները նկատի ունեմ, եւ երկրորդը իրենք են իշխանությունում որոնք ամենաշատ հարձակումներն են մեր վրա եղել, իրենք ամենակիչը իրավունք ունեն խոսելու խաղաղությունից եւ երրորդը Ադրբեջանը հարձակվում է այնտեղ, որտեղ ունի գրեթե երաշխավորված հաղթանակ, անգամ Արցախի վրա բլոկադայի ենթարկված 9 ամիս շրջափակման մեջ գտնվող կիսասոված հարձակումը եղավ միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարձակման դեպքում հայկական զինված ուժերը չեն միջամտելու։ Այսինքն, երբ դու տալիս ես երաշխիք, ասում են, դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ տեղի ունեցավ իշխանափոխությունը։ Երբ դու տալիս ես երաշխիք, եւ այստեղի ինդիմադիր ուժերը ողջունեցին այդ իշխանափոխությունը ու ասացին, որ պետք է դա նաեւ տեղի ունենա։ Երբ դու տալիս ես երաշխիք, որ քո երկիրը չի պաշտպանվելու, այո, Ադրբեջանը հարձակվում է։ Իշխանափոխության վերաբերյալ ոնց է ստացվում, որ 10 օր իշխանության եղած ուժը մեղավոր ամեն ինչում Արցախի իշխանության մասին նկատի ունեմ 8 տարի իշխանություն ունեցած ուժը ոչ մի բանում մեղավոր չի ոնց որովհետեւ որևէ հարցով միֆ է, կեղծ է 100 անգամ հերքել են, որ Արցախի պետական պաշտոնյաները, որ այդպիսի որևէ բան չի եղել եւ երկրորդը ինչ վերաբերվում է, այսինքն այդ իրավիճակին ես ուղղակի կաշկանդված եմ նրանով, որ այն մարդու մասին խոսում ենք Բաքվի բանտում է, ես չեմ կարող այդպիսի վերաբերմունք ունենալ, ոնց որ Փաշինյանը ունի, բայց ինչ են ակնկալում, այսինքն երբ Նիկոլ Փաշինյանի Արայիկ Հարությունյանը իշխանությունից հրաժարվեց իր սեփական կամքով, թողեց պատասխանատվությունը, ինչ էին ուզում, որ Արցախում բանը ոչ ոք պատասխանատվություն չվերցներ։ Նիկոլ Փաշինյանը եթե տեսնի որևէ տարբերակ չկա, հրաժարվի Հայաստանի իշխանությունից, ինչ է լինելու, իր ակնկալիքն է, որ ոչ ոք իշխանություն չվերցնի, չփորձի գոնե իրավիճակ փոխել։ Այո, Արայիկ Հարությունյանը հրաժարվել է։ Տեսանք իրավիճակը ոնց փոխվեց, ինչ տեղի ունեցավ։ Դե վերահասրելի ստորագրեցին այն փաստաթուղթը, որը Արցախի Տիկին Դանիելյանից կհիշեցնեք, Սամվել Շարամանյանը քանի օր է եղել ղեկավար։ Ինչ կապ ունի 10 օր, 1 շաբաթ։ 10 օր։ Փաստացի այդ օրերից ստորագրվել է Արցախի լուծման փաստաթուղթը։ Եվ դրանը ոչ ոք ոչ հպարտանում է, դա չնայև չեղարկել են ու այո, բա ես հարցնում եմ Արցախի անվտանգության երաշխավորը ով էր։ Իսկ դրան ի՞նչ է նախորդել կարող է։ Դուք եք չէ տարածում այն միտքը, որ Արցախը հանձնեց գործող իշխանությունը Հայաստանի, բայց փաստն այն է, որ այդ թղթերի տակ ստորագրվել է այդ ժամանակահատվածի իշխանությունը Արցախի։ Փաստերից ենք խոսում շատ լավ։ Միակ Հայաստանի Հանրապետության ղեկավարը, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, եւ սա պատմական փաստ է, Նիկոլ Փաշինյանն է։ Ոչ փոքրիկ
բլոկադայի մեջ գտնված 9 ամիս Արցախը շանս չուներ դիմակայելու Ադրբեջանին։ Եթե ձեր դժգոհությունը այն է, որ ինչու այդ վերջին արդյունքը եղավ, պիտի հարց տաք, ինչու հայկական բանակը չի միջամտել ու իր անվտանգային երաշխավորի դերը չի կատարել։ Հիմա երբ ասում եք նա պիտի չի միջամտեր Արցախը ու ինչու այդպիսի վերջին արդյունք ունեցավ, դե կներեք։ Իսկապես դե կներեք։ Իսկ մենակ անկալիքը ինչ էր, հա այդ փաստաթուղթը ստորագրվել է, որ այն մարդիկ, ովքեր այնտեղ մնացել էին այդ անհավասար կռվից հետո, կարողանային դուրս գալ։ Այսինքն մենք ինչ ենք ուզում, բնաջնջվել այդ ամբողջ բնակչությունը։ Ինչ ում ինչի մեջ ենք մեղադրում։ Բայց եթե պատմական նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր ստորագրվում գործող իշխանության հիմնավորմամբ, որ եթե չստորագրվեր այնտեղ տասնյակ հազարավոր մարդիկ կմահանային, այդ ժամանակ ինչու եք դատապարտում նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը եւ մի բան էլ ասում էիք, որ դա կապիտուլյացիայի փաստաթուղթ է։ Նախ փաստը արձանագրելը տեղը ոչ ոք չի ասում, որ Արցախի լուծարման փաստաթուղթը լավ փաստաթուղթ է։ Ասում ենք, որ եկել հասել էր այդտեղ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանի ժամանակին էլ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր։ Նախ որովհետև հիմնավորում այն հիմնավորմամբ է դա ստորագրվել, որ այնտեղ չմահանար 20-25 հազար դուք այն ժամանակ մեղադրում եք դրա համար։ Հիմա եթե նույն կետից հայտարարություններ է անում եւ Փաշինյանի խոսքերին ես ասում եմ, թե դուք վստահելու պատճառ ունեք, ձեր իրավունքն է, ես Փաշինյանի որևէ խոսքի, որովհետեւ Փաշինյանը 10 տարբեր պատճառաբանություն է բերել։ Փաշինյանը նաեւ մարդ է, ով ասել է ես կարող եմ ավելի շուտ կանգնացնել, պլյուս մինուս նույն իրավիճակը կլներ առանց զոհերի։ Ես չգիտեմ այդ մարդուն ոնց կարելի է ընդհանրապես արդարացնել։ Իսկ Փաշինյանի մեղադրանքը նոյեմբերի 9-ից հետո եղել է շատ բարձ։ Եթե եկել ենք հասել ենք այն վիճակին, որ սրանից լավ բան չենք կարող անել, չնայած ես դա կարող եմ հավերժ կասկածի տակ դնել իր բանակցային հմտությունները հաշվի առնելով, բայց եթե հասել ենք այդ իրավիճակի, ստորագրել ես, այլ ելք չուներ ավելի լավ չի կարող հեռացիր, որ Հայաստանը շանս ունենա, որովհետև պարտվածը նրան ում անվանում են այն անունները, որ անվանում են, չի կարող ավելի լավ իրավիճակ բերել։ Եթե դա քո մաքսիմումն էր նոյեմբերի 9-ը, դրանից հետո շատ լավ ստորագրել ես, հեռացիր, երկիրը շանս ունենա։ Փաշինյանի մեղադրանքը դա էր։ Տիկին Վարդան, ինչ եք անելու այն փաստաթղթերի հետ, այն ամբողջ բանակցությունների, պայմանավորվածությունների հետ, որոնք մինչ այս պահը գոյություն ունեն, եթե լինի իշխանափոխություն եւ դուք լինեք գործող իշխանություն։ Հայաստանում ուրիշ Նիկոլ Փաշինյան չկա, ոչ ոք չի գալու զրոյական կետից սկսի, ոչ ոք չի գալու բանակցային այն փաթը ժառանգությունը որ ստացել է ասի ես ինձ գժի տեղ եմ դնում եւ լրիվ այլ բան եմ, այսինքն հայտարարում եմ, չգիտեմ, Արցախ Հայաստանա եւ վերջ ու այդպիսի հայտարարություններ հաշվի պիտի նստենք ստեղծված իրողությունների հետ։ Ինչ է դա նշանակում գործնականում հաշվի նստել։ 1 չխաբել սեփական ժողովրդին, որ այն փաստաթուղթը օգոստոսի 8-ին նախաստորագրված, որ ունենք, ամբողջապես լուծում է հակամարտությունը, փակում է հակամարտության էջը, բոլոր հարցերին անդրադարձել եւ բերում է խաղաղություն։ Չանել այդպիսի ուլտիմատիվ հայտարարություններ։ Երկրորդ, աշխատել երաշխավորների ուղղությամբ։ Մեր համար անվտանգությունը, խաղաղությունը չի կարող կախված լինել այլևի խոսքից։ Ընդհանուր գլոբալեսը, եթե բանակցություններ եք վարելու այն փաստաթղթի շուրջ, որը հիմա կա եւ հասցնելու եք ստորագրման, թե հրաժարվելու եք դրանից։ Այդ փաստաթուղթը, դա հարցը պիտի մի հատ գալ ու հասկանալ Ադրբեջանը այդ փաստաթուղթը վերջ ուզում է ստորագրի, թե չէ։ Ադրբեջանը նոր նախապայման առաջ քաշել է փաստաթուղթը։ Նախաստորագրվածի ժամանակ արդեն կա նախաստորագրվածը։ Եթե դուք գալիս եք այդ փաստաթուղթը, շարունակում եք, ներողություն, շարունակում եք բանակցել Ադրբեջանի հետ, հասկանալու համար ինքը ի վերջո ուզում է ստորագրել, թե ինչ է կանում։ Դա մեր իրականությունն է։ Ես շատ կոնկրետ ասեմ, ինչ չենք անելու։ Հայաստանում Ալիևի պահանջով սահմանադրություն չի փոխվելու։ Եթե Ադրբեջանի համար դա նշանակում որ չի ստորագրելու այդ փաստաթուղթը, դա Ադրբեջանի խնդիրն է։ Բանակցելու եք Ադրբեջանի հետ, որ հասկանաք ինքը ուզում է ստորագրել, թե ոչ, ոնց եք բանակցելու, ինչ հարցերի շուրջ։ Այսինքն գնալու ենք նստենք բանակցությունների սեղանին եւ բանակցելու այդ թվում նաեւ այն բոլոր հարցերի շուրջ, որը հիմա կա անվտանգայինից, փաստաթղթից, սահմանադրության, եթե փոփոխություն են պահանջելու, դա ասելու որ չի կարող լինել, օրինակ ոնց կարելի է դա ասելով որ Ադրբեջանի Սահմանադրությունը նույնպես տարածքային պահանջներ ունի եւ եթե իրենք պահանջում են փոփոխություն, իրենց մոտ այդ փոփոխությունը պիտի լինի, դրա համար ավելի լավ է երկու կողմերը հրաժարվեն ընդհանրապես այդ մտքից ու չքննարկվեն։ Եթե Ալիևը չի համաձայնում, ինչ է կանում։ Դե եկեք բան անենք, միանգամից կապիտուլացվենք, ձեռքներս վերև բարձրացնենք, որտեղ Ալիևը ոնց որ չի ուզում մեր այս տարածաշրջանում տեսնի։ Ես չեմ հասկանում ինչ է նշանակում ծննդյանդ վկայականը փոխել, որովհետեւ Ալիևը չի համաձայնվում։ Չի համաձայնվում, իր խնդրեմն է, որ չի համաձայնվում։ Ես ինչ խնդիր ունեմ։ Դա ուր է տանում, ուր է հանգեցնում բանակցությունը։ Հանգեցնում է նրան, որ չես փոխում սահմանադրությունը, իսկ Ալիևը ինչ իրավունք ունի այդ որտեղ ամրագրված որ բանը կարա ասի անկախության հռչակագիր փոխի։ Դա որ դիվանագիտական կորպուս պիտի ունենաս, ոչ թե դիմադրիների վրա մատ թափ տալու փոխարեն պիտի հայեցակարգ պատրաստեն։ Ով է լինելու այդ երաշխավորը, որ դուք պատկերացնում եք։ Եվ որ գնան Ալիևին ասեն, որ չի լինի այդպես,
չէ բառը կարողանան ասել քո համարությունն էլ փոխի տարածքային պահանջներ ունի։ Մենք մի տեր, մի փրկիչ չենք պատկերացնում, խոսում ենք երաշխավորների ինստիտուտից, ասում ենք, որ լավագույն տարբերակը կարող է լինել արդեն նախկին ցավոք սրտի պահանջներ կատարեցին ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը տարբեր շահեր է արտահայտում, տարբեր շահեր արտահայտող պետություններ են եւ այնպես պետություններ, որ ազդեցություն կարող են ունենալ, այսինքն միջուկային տերություններ են, տարածաշրջանում ազդեցություն ունեն, բայց իհարկե այդ ուղղությամբ պետք է բանակցվի։ Տարբեր ֆորմատներ կան։ Հիմա կարող է մի երաշխավորի անուն ասեք։ Երկու երաշխավորի անուն ասեք։ Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան։ Խոսել ենք դրա մասին, ինչ-որ գաղտնի բան չկա։ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ասում են նկատի ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ։ Բայց չկա հիմա այդ մանդատ իրենք էլ չունեն։ Արցախի հարցում այդ մանդատը կա, հիմա էլ չկա։ Արցախի հարցով էլ Արցախի հարցի մասին չենք խոսում, խոսում ենք Հայաստանի, Ադրբեջան հարաբերությունների, խոսում ենք Ադրբեջանի զսպելու մասին։ Խոսում ենք Ադրբեջանի զսպելու մասին։ Այդ ԵԱԿ Մինսկի խումբը ինչ որ մի օր, այսինքն դուք վերականգնելու եք այդ ԵԱԿ Մինսկի խումբը։ Ես չգիտեմ դա այն մանդատ եք տալու Հայաստան-Ադրբեջան խաղաղության համար։ Նայեք, անունը չի հարցը։ ԵԱԿ Մինսկի խումբը միշտ չի եղել։ Երբ ստեղծվել է կարիք, դրա շուրջ եղել են բանակցություններ եւ ստեղծվել է ձևաչափ, որը ստանձնել է բանակցություններ, ինչ որ երաշխավորի դեր։ Հիմա մենք պիտի այս մի հարցին պատասխանենք։ Կարիքը ունենք, թե չէ երաշխավորների։ Մենք ասում ենք, որ ունենք։ Լավագույն տարբերակ, ասում ենք, ինչ մոդել է գործել։ Հիմա նորը որ կստեղծես, կարող է ԵԱԿ Մինսկի խումբ չկոչվել, երևի չի կոչվի, որովհետեւ այդ կոնֆերանսի անունով է կոչվել, կարող է երաշխավորների ինստիտուտ կոչվել, կարող է ցանկացած բան կոչվել։ Մենք ասում ենք, որ կարիքը ունենք, այս երեք պետություններն ենք տեսնում, որ տարածաշրջանում ազդեցություն ունեն եւ հզորություն ունեն, ինչ որ հզորություն։ Պարզ բան եմ ասում, միջուկային տերություններ են։ Իրենց պիտի ներգրավենք, որ մեզ տան անվտանգության երաշխավորեն։ Լավ, ես կարող եմ անվերջ ասել, բայց եթե իրենք չեն ուզում, իսկ իրենց հետ մեկը խոսել է։ Դուք խոսել եք, դուք ունեք համաձայնություն, օրինակ Աննա Դանիելյան տիկին։ Հիմա պիտի ասեք մենք իշխանություն չենք, մենք դրա համար ենք իշխանություն գալ, այո։ Որովհետև նման հարցերով կարող են խոսել երկրի ղեկավարները։ Այնպես պարզվի, որ դուք գաք իշխանության եւ խոսեք ու հասկանաք, որ կան քայլեր գործող իշխանության մեր արարքներում, որոնք արդարացված են ինչ որ կերպ, այդ ժամանակ ինչ է։ Որ քայլերի մասին է խոսքը։ Մենք շատ քայլեր կարող են լինել, բայց ինչ խոսակցություն է, եթե մենք գանք իշխանության, այդ հարցն է, որ ոնց է կանելու այդ որ երաշխավորների ինստիտուտ լինի, դա ձևերը գիտենք պետք է մանավանդ ժամանակին անեիք, ձեր քաղաքական ուժը 10 տարի իշխանության էր, այդ ձևերը որ գիտեք անեիք։ Անհարմար դրության մեջ եք հայտնվում, այդ 10 տարին արել ենք, դրա համար պատերազմ չի եղել, գործել է այդ մեխանիզմն է գործել, որովհետև Ադրբեջանը այո բնակչությամբ մեզնից շատ է եղել, բալանսը ռազմական մեծ է եղել, բայց չի հարձակվել 10 տարվա ընթացքում դրա համար ժամանակի ընթացքում բալանսը այնքան մեծացեց, որ հնարավորություն ունեցավ հարձակվելու։ Լավ, այս հարցի մասին շատ երկար կխոսենք, եկեք մի քանի միշտ է մեծ եղել, 7 տարի առաջ էլ է մեծ եղել, բայց ինչ որ զսպող մեխանիզմ է եղել, որ չի հարձակվել, կամ երբ որ հարձակվել է, հարձակումը 4 օր է տևել։ Կարելի է ինքներս մեզ հարց տալ, այդ ո՞նց է եղել, որ երբ որ առաջ էր հարձակում 4 օր էր տևում ու Ադրբեջանը զինադադար էր խնդրում, Նիկոլ Փաշինյանի օրոք ստացվեց այնպես, որ Ադրբեջանը ոչ միայն անսանձ է, այլ մեզ հիմա ամեն ինչ ասում են պիտի անենք, թե Ադրբեջանը կհարձակվի։ Լավ, մի քանի կետերի անդրադառնանք, շատ կարճ ժամանակ ունենք։ Դուք ասում եք, որ մետրոպոլիտենի նոր կայարաններ եք կառուցելու, ճիշտ է։ Ճիշտ է։ Ոնց որ թվականին եւ խոստումը երբ եք իրականություն դարձնելու։ Խնդրում կարճ նախադասությունները, որպեսզի կարողանանք 5 տարվա ընթացքում կառավարման ոնց որ կառուցել ենք Դավիթաշենի կամուրջը, ոնց որ կառուցել ենք Դիլիջանի թունելը, ոնց որ կառուցել ենք Սարալանջի ճանապարհը շրջանցող, ոնց որ կառուցել ենք Հյուսիսային պողոտան։ Հիմա փորձում եմ բաների հիշել, ոնց որ Հյուսեն պողոտայով չեք քայլում, Երևանում ինչ հյուր կա, բերում եք այնքան մարդ կա, որ այդ Հյուսեն պողոտայի կառուցվելուց հետո։ Հա, ինչքան մարդ կա, հետաքրքիր է։ Որ կայարանից եք, Աջափնյակի կայարանից եք սկսել։ Եվ ինչքան մարդ կա, հետաքրքիր է, եւ ոնց որ նկատել եք շրջում եք քաղաքում, ինչքան մեծ պրոյեկտ կա, երբ երկրորդ նախագահի օրոք է։ Լավ, մետրոյի կայարաններից ո՞րն եք առաջինը կառուցելու։ Չէ, առաջին հաշվարկ ունեք։ Նախ դրա համար պետք է Երևանում էլ քաղաքային իշխանություն փոխվի։ Այդ քայլերի հաջորդականությունը, այո, հաշվարկ ունենք։ Դրա վերգետնյա եւ ստորգետնյա մետրոյի կայարանների մասին խոսքը, դա մենակ Աջափնյակին է չի, նաեւ Զվարթնոցին կապող մետրոյի կայարանն է, այո, իմ գործընկերները հատկապես Երևանի ավականու անդամ լումաներով հաշվարկը ունեն։ Դուք նաև ասում եք, որ տարեկան 45000 կայուն աշխատատեղ եք ստեղծելու, կոնկրետ որ ոլորտներում։ Ով է ստեղծելու ձեր կառավարությունը, թե ներդրումներ եք բերելու։ Ներդրումներն էլ է կառավարությունը բերում, ստեղծում է կառավարությունը եւ այդ ծրագրում ինչ գրել ենք ամեն տար հիմնված է փորձի վրա, որը եղել է եւ հիմնված է դրա վրա, որ մենք չենք կարող գործող իշխանության պես տալ խոստումներ, որոնք չեն կարող կատարել։ Այո, խոսքը
տարեկան 45 տարվա ընթացքում 200,000 200,000 աշխատատեղերի մասն է եւ ընդհանուր կոնցեպտը ես ասեմ, որ մենք արտադրական Հայաստան ենք պատկերացնում։ Մենք չենք պատկերացնում միայն սպասարկող Հայաստան, եթե մենք չսկսենք որևէ բան արտադրել, գործարաններ եք կառուցել։ որ եթե չսկսենք որևէ բան արտադրել, ոչ կարողանալու ենք բանակը վերաշինել, ոչ կարողանալու ենք կենսամակարդակ ավելացնել, ոչ էլ թոշակ ավելացնել։ Այո, մեր կրեդոն նաեւ արտադրանքն է, մրցունակությունն է ու տնտեսության զարգացումը։ Իսկ որ ոլորտներում եք գործարաններ կառուցել։ Ծանր թեթև արդյունաբերությունից մինչև տուրիզմ։ Հաշվարկել եք, բայց ունեք հաշվարկներ։ Բոլոր ունենք։ Անվճար բարձրագույն կրթություն, բյուջեն ոնց է դիմանալու մեր ներկա եւ դուք ոնց եք դա ապահովել։ Օրինակ կարող եք 10 տարի ձեր քաղաքական թիմի կառավարման տարիներին, երբ դաշնակցության ձեռքում էր կրթության պորտֆելը, այդ ժամանակ անվճար բարձրագույն կրթություն ապահովեիք։ Ինչու եք հիմա այդ խոստումը տալիս, այն ժամանակ չեք իրագործել կամ ինչու այն ժամանակ չեք իրագործել, որը հիմա հնարավոր է իրագործել։ Այն ժամանակ էլ բազմաթիվ խնդիրներ ենք լուծել, եթե 20 տարի հետո ՀԱԿ-ը առաջադրվի ընտրություններին եւ ասի, որ տիեզերանավ է ունենալու Հայաստանը, ես ռելևանտ արգումենտ չի դրան, որ գամ ասեմ 30 տարի առաջ ինչի դա չէ կարել։ Հիմա է հնարավորությունները կարող թույլ տալ, հիմա ենք այլ խնդիրներ լուծելով առաջ գնացել, ասել ենք այդ կետին, հիմա կարող ենք դա անել, հիմա ենք դա անում։ Ինչքան բյուջետ է կաժենա մեր բյուջեի վրա, որքան տարեկան մոտավորապես 150 միլիոն դոլարի մասին է խոսքը, տարեկան պետական համալսարանների մասին է խոսքը, ու դուք որ պատկերացնեք դա որքան բան է, մենք եթե կրճատենք մեր այս պատավետապետությունը, այս պարգևավճարները ինքներս մեզ պարգևատրելու ինքներս մեզ չէ, իրենք պարգևատրելու այս ինստիտուտը, որ մի զախոտից այդքան պարգևավճար են ստանում, այդ գումարի կեսը ապահովված կլինի։ Մնացած պարգևավճարները պիտի չստանայիք, Տիկին Վարդան, դուք եք պարգևավճարներ ստացել, թե հրաժարվել եք բոլոր պարգևավճարներից։ Բոլորը բացի ընտրական շրջանից ուղղել ենք բարեգործական նպատակով եւ դրա մի նյուանս կա, այո, եւ մի նյուանս կա, դրա մասին հայտարարություն ենք տվել, մի նյուանս կա, գործող իշխանությունն է պարգևատրում եւ կներեք հա որ մենք էլ տենց ընդդիմության չի կարա անօրինական էլի ասի պարգևատրել միայն իշխանություններին։ Այո, գործող իշխանությունները ստացել եք այդ քննադատում եք որ պարգևավճարներ են բաժանվում, բայց դուք նաեւ ստացել եք չեք հրաժարվել։ Նախ ասում եմ ուղղել ենք բարեգործական նպատակներ եւ երկրորդը այո քննադատում ենք, ասում ենք ամեն ինչ պիտի այս բանի այդ գործելավոճի պիտի վերանայվի ու այս ինքներս մեզ պարգևատրելու այս պրակտիկան որ չգիտես որտեղից եկա, պիտի վերանայվի։ Այո, պիտի տես չլինի, մենք չենք պատկերացնում, որ նախարարը ինքը իրան պիտի պարգևավճար տա, ասի հա ինչ պրոբլեմ կա այդտեղ 7 միլիոն դրամ ստացել եմ ամսական։ Չենք պատկերացնում, չենք արել, չենք անելու։ Հա կներեք, որ Սրփուի Գայլյանը բան իրանք իրենց պարգևավճար են բաժանել, ԱԺ ընդդիմությանը երևի ուղղակի տարաբերակ չունեին, օրենքի նախատեսված չի որ նենց անեն ընդդիմությունը չստանա, թե չկանային վստահ։ Դե օրինակից օրինակ բերեիք, որ չլիներ դա, եթե գող չէիք դրանից, դուք էլ չէիք ուզում այդ պարգևավճարները ստանալ։ Մի բան անեիք, որ չստացվի։ Տիկին Դանիելյան 25 նախագիծ ենք ներկայացրել 5 տարվա ընթացքում։ Այդ 25 նախագծերը վերաբերել են այդ դրոշից սկսած մինչև հանձնաժողովի անբան փոխելուն։ Այն ծրագիրը, որ ԿՊ-ն հիմա եկել է մարդկանց խոստանումա թոշակների ինդեքսավորումը, դա մեր նախագիծն է եղել, որ իրենք մերժել են, հասկանում եք։ Դա ներկայացրել ենք ծրագիր բազմազավակ ընտանիքների աջակցության փաթեթ համալիր։ Բոլորը մերժվել են։ Նենց որ այս ասեիք, որ սենց չլիներ 100 անգամ քննադատել ենք, 100 անգամ առաջարկել ենք, լսողը չկա ուղղակի։ 1 րոպե ժամանակ ունենք, մի կարճ հարց խնդրում կարճ պատասխանով։ Դուք նախորդ ընտրություններին երբ մասնակցեցիք, ասացիք 200,000 եւ ավելի մարդ ձեզ ընտրեց, ասացիք, որ մանդատներ եք վերցնում, որ գաք ձեր օրակարգով, այդ օրակարգը մեկն էր գործող իշխանությանը փոփոխելը։ Ձեր օրակարգը ուզում եք ընդունել, ուզում եք ոչ, տեղի չի ունեցել, որովհետեւ այսօր շարունակում է գործող իշխանությունը մնալ իշխանության ղեկին։ Եթե դուք էլի խոստումներ տաք 26-ին ստանաք մանդատներ ու արդեն հաջորդ ընտրություններին ոնց է լինելու վստահությունը, որ դուք արդեն այս տված խոստումներով ստացած մանդատները կկարողանաք ռեալիզացնել, այսպես ասեմ։ Այդ հարցին պատասխանելու համար պիտի նայեն մեր 5 տարվա անցած ճանապարհը։ Այո, այդ եմ ասում, ձեր օրակարգը դուք չիրականացրեցիք, խոստում տվեցիք գաք հեռացնել, չհեռացրեցիք, եկաք աշխատեցիք։ Հիմա ինչու մարդիկ ձեզ պիտի վստահեն, այն դեպքում երբ նախորդ խոստումը մի ամբողջական չեք իրագործել։ Հենց դրան եմ պատասխանում։ Այո, խոստացել ենք եւ ամեն ինչ արել ենք դրա համար, ամեն բան այդ ուղղությամբ ու այդ ջանքերը կարող են գնահատել ու տարբերությունը մեր ես կարող եմ անգամ սրել այդ հարցը, եթե ուզում են հասկանալ գործող իշխանության ու մեր տարբերությունը, կարող են նայել, որ այն պարագայում երբ մենք անգամ չենք հասել մեր խոստմանը, դեռ չենք հասել, մենք այդ ճանապարհից չենք շեղվել, ոչ թե մարդկանց խոստացել ենք Հադրութի ու Շուշիի դեկուպացիա, հետո եկել ենք ասել ենք, որ Արցախը Ադրբեջանա եւ վերջ։ Ինչու պիտի
ամեն դեպքում հավատամ, որ այս ուժը իր ասածին ու հետագծին հավատարիմ եմ, որովհետև 5 տարի դրանից չենք շեղվել ու հիմա շատ ուղիղ ասում եմ, այո, հիմա էլ ենք դա խոստանում, մեր համար դա գերխնդիր է, դա ենք մենք տեսնում իրավիճակի փոփոխության, մեր օրակարգ Հայաստանի զորացումն է, բայց դրա նախապայմանը գործող իշխանության հեռացումն է։ Մենք դա մենակ չենք կարողանալու անել։ Չենք կարողանալու։ Այո, պիտի անենք նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ, բացառապես Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ։ Կստանանք այդքան աջակցություն։ Այո, ամեն ինչ կանենք։ Եթե ստանանք այդքան աջակցություն ու չանենք, ինչ մեղադրանք ուզում եք մեր հասցնել։ Հարկ եղած դեպքում ձեր ձայները ընդդիմադիր կտակ, մեկ այլ քաղաքական ուժի ընդդիմադիր, որը կարիք կունենա ձեր ձայների, թե օրինակ դուք պատրաստ եք, որ իրենց ստացած ձայները տան ձեզ, որ հարցնել ենք պատասխանել, սիրո մի անգամ պատասխանեմ։ Եթե մեր երկրի քաղաքացին ուզում է, չի ուզում տեսնել կոալիցիոն կառավարում, ուզում է տեսնել միաձնյա, պիտի որևէ ընդդիմադիր ուժի տա 50+։ Եթե դա չեղավ, մենք առաջնորդվելու ենք, որ հիմա հարկավոր է փոփոխություն եւ ձայները մեր տրամաբանությամբ պիտի ուղղվեն առաջնահերթ պիտի քննարկվի, այսինքն ավելի շատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժի թեկնածությունը։ Մենք պայքարում ենք, որ դա մենք լինենք։ Ինչպես կլինի, ինչպես կստացվի, ինչպես կբաշխվի։ Իշխանությունը կարծում է, որ բոլորը Քոչարյանի համար են աշխատում, ու վերջում բոլորը իրենց ձայները Քոչարյանին են տալու։ Դա ոչ իշխանությունն է որոշում, ոչ մենք, դա որոշում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Սիրելի քաղաքացիներ սուտ են ասում, որ ինչ որ մեկը փակ սենյակում ձեր փոխարեն որոշել է, ում ավելի շատ ձայն տակ, նա էլ լինելու է Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Եվ մենք բնականաբար սաբոտաժ չենք անելու եւ չենք խոչընդոտելու դրան։ Մենք պայքարում ենք, որ այդ ուժը մենք լինենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանն էր, կհանդիպենք։